Հոկտեմբերի 22 Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Ձրիաբար սիրելու եմ նրանց Օվսե 14:4 Այս խոսքերը արտահայտում են աստվածության էությունը մանրակերտ տարբերակով։ Եթե դու հասկացել ես դրանց իմաստը, դու աստվածաբան ես։ Եթե կարող ես սուզվել դրանց խորքը, դու ճշմարիտ աստվածաբան ես։ Ամենասեղմ տեսքով դրանք փրկության մասին հրաշալի լուր են, որ հայտնվեց մեզ Փրկիչ Հիսուս Քրիստոսում։ Այս խոսքերի իմաստը հիմնվում է ձրիաբար բառի վրա։ Դա հիասքանչ հարմարավետ աստվածային ճանապարհ է, որով սերը երկնքից թափվում է երկրի վրա, թափվում է ինքնաբերաբար նրանց վրա, ովքեր արժանի չեն վճարել դրա համար և նույնիսկ չեն փնտրել։ Դա հիանալի միակ միջոցն է, որի միջոցով Աստված կարող է սիրել այնպիսիներին, ինչպիսին մենք ենք։ Այս համարով մահացու հարված է հասցվում բոլոր մարդկային արժանիքներին։ Ձրիաբար սիրելու եմ նրանց։ Եթե մեր բոլորիս մեջ իրականում ճշմարիտ արժեքներ լինեին, նա ստիպված չէր լինի բարեհաճություն ցույց տալ մեր հանդեպ, սակայն ենթադրենք, թե դրանք կան։ Այդ դեպքում նրա սերը կորոշեր կոնկրետ պայմաններով, խիստ պահանջներով, բայց նույնիսկ հակառակ ողջ դատողության, ինչպես ձյունը ամռան կեսին և ինչպես որոտը պարզ երկնքում, ձրիաբար սիրելու եմ, ասում է Տերը։ Մենք տրտնջում ենք. Տեր, ես այնքան անգութ եմ, իսկ նա ի պատասխան ձրիաբար սիրելու եմ, բայց ես Քրիստոսի կարիքն այնքան չեմ զգում, որքան կուզեի զգալ։ Նույնիսկ եթե այն կա, դրա համար չեմ սիրելու քեզ այլ ձրիաբար, բայց ես կոտրված սիրտ չունեմ, ինչպես ցանկալի կլիներ։ Կոտրված սիրտը նախապայման չէ, քանի որ շնորհքի ուխտում նախապայմաններ չկան։ Աստծո շնորհքի այս ուխտը զուրկ է պայմաններից և վերապահումներից։ Առանց դրա համար որևէ պայմանի մենք կարող ենք լիովին հենվել Աստծո խոստման վրա, որ տվել է Հիսուս Քրիստոսում։ Նա, ով հավատում է նրան, պիտի չդատապարտվի։ Հովհաննես ավետարան 3:18 Ինչպիսի օրհնություն է իմանալ այն մասին, որ Աստծո շնորհքը ձրիաբար հասանելի է ամեն ժամանակ։ Ձրիաբար սիրելու եմ նրանց։ Այս խոսքերն անառակ որդիներին կոչ է անում վերադառնալ Տիրոջ մոտ։ Հենց նրանց համար է գրված այս խոսքերը. բժշկելու եմ նրանց, ձրիաբար սիրելու եմ նրանց։ Թող այս խոստման մեծահոգությունը հալեցնի հավատքի մեջ հաստատուն չմնաց սրտերը, որ նրանք վերադառնան և տեսնեն հոր սերը, որին վիրավորանք են հասցրել սեփական ուրացությամբ։